Ֆլորա առանձին անդրադառնանք առողջապահական բաղադրիչին, շատ են դեղորայքի, կասկածելի ծագման նյութերի, էլ չասեմ բնական միջոցներով, այդ հանրահայտ սոդայով քաղցկեղ բուժելու եւ սիսեռով ինչպես արձագանքեն դրանց, ինչպես մարդկանց բացատրենք, որ ամեն մեկին լսել, նաև առողջությունը վստահել, նաև այդ ճակերտավոր հնարքները կիրառել պետք չէ։ Ինչպես ապացուցենք, որ ավելի գիտելիքահեն աղբյուրներից օգտվեն, բժիշկների էջերին հետևեն։ Այդ մասին պետք է ուղղակի շատ ասվի, պետք է այդ մասին շատ խոսվի եւ պետք է իհարկե տան ավելի երիտասարդ անդամները հետեւողական լինեն, որ իրենց մեծերը, ավագ սերունդը չտարվի այդ գովազդներով, որտեղ որ ցանկացած այսպես անիմացիոն հնարքներով ցույց է տալիս, թե ինչպես X տեղով կամ այդ սոդայով վերնշված այդ հնարքներով, ահա ոտնաթաթի կար եւ օպլա չկա։ Կամ լյարդը մաքրելուց ինչ է տեղի ունենում, այսինքն այդ հնարքները, այդ գունագեղ այդ նկարները, անիմացիաները, որոնք շատ գրավում են այդ մարդկանց եւ շատ հավատ են ներշնչում, պետք է ասել, որ այ դրանք տենց մի րոպեում չի վերանում, դա տենց չի եւ որ գոյություն ունի սնկերի բազմաթիվ տեսակներ եւ դու արդյոք վստահ ես, որ սա է հենց քո սնկի դեղը եւ ոչ թե այն, եւ որ առանց բժշկին դիմելու երբևէ, առանց պարզելու խնդրի բունեությունը, երբևէ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Սա է կարևոր, որ եթե ինչ-որ խնդիրը պետք է խորքային ուսումնասիրել, նոր փորձել վերացնել խնդիրը, ոչ թե միանգամից հետևանքով զբաղվել։ Եվ վերջին շրջանում հանդիպել եմ դեպքեր, երբ որևէ պրեպարատ գովազդելիս նաև հայտնի բժշկի նկար են ներառում, ներմուծում ու հիշում եմ դեպքեր, որ բժիշկներն իրենք էին բողոքում, որ իրենց նկարը հայտնվել է այդ դեղատոմսի կամ այդ դեղորայքի հետ։ Ում են բողոքել բժիշկները, համացանցում ուղղակի գրել են, թե դե անակնկալի են եկել, երբ որ հանդիպել են իրենց նկարին, որովհետև իրենք ոչ գովազդել են, ոչ առաջարկ են օգտագործել այդ դեղորայքը, այսինքն անգամ այն դեպքում, երբ ձեզ հայտնի բժիշկն է պատկերում կամ վիդեոյում, պետք է ուղղակի համոզված լինել, որ նա դա իսկապես առաջարկում է, որտեղ նրանք էլ շատ հաճախ տեղյակ չեն լինում, ինչ որ հնարքներով իրավիճակի զոհ են դառնում։ Այո։ Դե ուրեմն պետք է ամենակիչն գրել այդ բժշկին եւ հարցնել, տեղյակ պահել, ասել, այսպեսի նյութ է տարածվում, արդյոք դուք եք այս նյութի տարածողը, հասկանում եմ, որ երկար process է, երբեմն մարդիկ գլուխ չեն դնում ուղղակի այդքան տարածվել գնալ, սակայն եթե ցանկացածս ջանք չխնայենք, օրվա մեջ մի 10 րոպե գոնե զբաղվենք այդ օգտակար բովանդակությունը ոչ օգտակարից զատելով եւ նշելով, որ այս վատ բովանդակություն է, մեր համացանցում, այսպես մեր համացանցային մեր տիրույթը ավելի մաքուր կդառնա։ Այսինքն միակ բանը չալարել եւ հետեւողական լինել։ Մեդիա սննդակարգի մեջ, այսպես ասած, օրվա 10 րոպե նախատեսել լավը վատից զատելու եւ այդ մասին նշելու համար։